Նադեժդա Իսրայելյանն այսօր հանձնեց իր երրորդ քննությունը ռեժիսուրա առարկայից։ Սա վերջին ու վճռորոշ քննությունն էր Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի այս տարվա բոլոր 196 դիմորդների համար, որոնցից միայն 186-ը կընդունվեն։ Քննում են արդար միանշանակ։ Եթե գիտես, չէ։ Գնահատումը խիստ կամ չկա այդպիսի բան, այսինքն կախված է դիմորդից, խոսալուց, վստահությունից եւ նրանց հարցերից իհարկե։ Նիգերիական եւ հայկական արմատներով 16-ամյա Տիգրանը թեև ցածր է ստացել նախորդ երկու քննությունները, սակայն վերջին քննության արդյունքների հետ մեծ հույսեր է կապում։ Հուսով եմ, այսպես ասած, տաղանդներս ավելի ընդառաջել, հուսով եմ սովորել վերջապես անիմացիա, որտեղ այդ բաժին եմ ընդունվում վեվանկարչության եւ վերջապես կարողանամ օգտագործեմ տաղանդներս աշխատանքային ոլորտում։ Դիմորդների ճակատագիրը որոշողներից մեկը Երևանի Տիկնիկային թատրոնի տնօրենն է։ Եթե միակ որոշողը ինքը լիներ, Ռուբեն Բաբայանը հնարավորինս շատ դիմորդի ուսանող կդարձներ։ Ճիշտն ասած, 15-20 րոպեվա ընթացքում քիչ դժվար է կողմնորոշվել։ Այ մի տարվա ընթացքում ավելի հեշտ է կողմնորոշվել եւ կարծում եմ եւ ուսանողի համար հետագայում եւ դասախոսի համար ավելի պատկերավոր է դառնում, իսկապես ճիշտ է ընտրել մասնագիտությունը թե ոչ, որովհետև մենք ամեն ինչի հետ մեկտեղ նաև պետք է փորձենք ուղղորդել, եթե մարդը սխալ է ընտրել մասնագիտությունը, արվեստում նա կդառնա դժբախտ մարդ։ Մեր ինստիտուտի սպეციფიკան դա նա է, որ մենք գնահատում ենք տեսանելի։ Մենք նայում ենք նրանք ոնց են մտածելա ոճը, ասենք երեխաների հետո ոնց են իրանք տեսնում ֆիլմը, ոնց կձևավորեին այս կամ այն, ասենք պիեսը։ Իդեպ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դիմորդների մեծ մասը դիմել է դերասան դառնալու համար։